առողջապահության ապահովության հետ կապված վարկանոցից շատ դժգոհություններ ենք ստանում մարդիկ մինչև հիմա դուք հերթերից խոսեցիք, ասում են, որ դեռ հերթերի մեջ են, ու ինչ-որ այնտեղից են մեծ քաղաքացիներ դիմել, որ ասում են սինխրոնացած չենք Արմենի հետ, չգիտեմ ինչ ագերևի դուք կհստակեցնեք, եւ մեկ հատ բժիշկների լիցենզավորման հետ կապված, որ մինչև հունվարի 1-ը պետք է լինել, կուտեի նշեք գործընթացը ինչ փուլում է եւ ովքեր են այդ քննությունները վերցնողները լինելու։ Ձեր հարցի հետ կապված Վարդանանց բժշկական կենտրոնը հենց Արմետ համակարգով է իր ներքին ծրագրային որոշակի բաները անում եւ այստեղ եթե հարցը ավելի մասնավորեցնի կհասկանանք թե ինչու՞ն է խնդիրը կխնդրեմ եթե մասնավոր հարց է ինչը չեն կարողանում սինխրոնացնել ավելի հստակ կպատասխանեմ հաջորդիվ հերթերի հետ կապված հարգելի գործընկերներ եթե անձը դիմում է պլանային որոշակի հետազոտություն անցնելու կամ թերապևտի խորհրդատվության ըստ էության մենք մոնիտորինգ իրականացնում ենք եւ մեր մոտ ուրեմն թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ հերթի առումով 2 շաբաթի առավելագույն սանդղակ ունենք այո ունենք անհատ բժիշկներ ու մոտ հերթը շատ ավելի երկար է բայց այստեղ էլ պիտի հասկանանք որ միշտ էլ լինելու են բարձր պահանջարկ ունեցող բժիշկներ ու մոտ ավելի մարդիկ հակված են լինելու դիմելու սա էլ նորմալ գործընթաց է բայց ուզում եմ հստակեցնել որ առաջնային օղակի ծավալի մեջ մտնող ծառայությունների առումով մենք միշտ մինչև բարեփոխումը սկսելն էլ շատ բաց եւ ուղիղ ենք եղել այս հարցում հերթերը նորմալ գործընթաց են պլանային բուժօգնություն ստանալու եւ այո եթե անձը էմերջենսի ծառայության կամ անհապաղ շտապ օգնության կարիքը չունի հերթերը նորմալ գործընթաց են Եթե նայենք, մենք միշտ նաև բան ենք անում, դիտարկում ենք այսօր օրինակ զարգացած երկրներում ինչպիսին են հերթերը բժշկական օգնությունից ստանալու, ես դες վստահեցնում եմ, որ Հայաստանը այս առումով լավագույն դիրքերում է։ Ես տեսեք մենք օրական մոտ 2000 զանգ ենք ստանում ապահովագրական հիմնադրամում 1500-ի չափ միջինը մեր թեժ գծում ամենօրյա մոնիտորինգ ենք անում զանգերի այո ես տեղյակ եմ կան որոշակի բժշկական կենտրոններ որոնք որ այս հոսքին ադապտացվելու եւ հերթերի կառավարման մասով աշխատանքները պիտի շարունակենք Այստեղ էլ գիտեք շատ կարևոր է որ կցագրված մեր միջին թվերը պահպանվի Եթե ընտանեկան բժիշկը կամ թերապևտը օպտիմալ կցագրման թիվը չի պահպանում այո իհարկե կառաջանան հերթեր մենք դրա համար ենք ասում որ օպտիմալ թիվը կցագրման դա 1500-ից 2000-ն է մաքսիմում եւ սա է հնարավորություն տալու որ քաղաքացին խնդիր չունենա Լիցենզավորումը այո շատ կարևոր գործընթաց ենք ուրեմն իրականացնում մասնագետների անհատական լիցենզավորման արդեն իսկ օրդինատորները 900-ից ավել օրդինատորներ լիցենզավորման քննությունը հանձնել են եւ արդեն լիցենզիաների ստացման գործընթացում են հիմա արդեն աշխատող մասնագետները այս տարվա ընթացքում մինչեւ հունվարի 1-ը պետք է լիցենզավորվեն Մենք նախապատրաստական հիմա աշխատանքների փուլում ենք այս առաջին էտապով ուրեմն քննական գործընթացը լինելու է բանավոր եւ նաեւ գործնական հատվածով ինչպես որ իրականացրեցինք օրդինատորների լիցենզավորման գործընթացը ստեղծվելու են այդ հանձնաժողովները արդեն իսկ ուրեմն մեր հավաստագրման գործընթացից հետո արդեն ունենք եւ քննական հանձնաժողովներ են լինելու Ովքեր են քննական հանձնաժողովները եւ այդ թեստերը համաձայնեցված են կգրուծելու նախարարը Թեստերը չեն համաձայնեցվում, դրանք լիցենզավորման օրենքով եւ բժշկական օգնության մասին օրենքով եւ մեր կառավարության որոշումներով ուրեմն հաստատվում են, կազմվում են եւ հաստատվում են առողջապահության նախարարության շրջանակներում եւ ամեն մասնագիտական ուղղության քննական հանձնաժողովները տարբեր են, այսինքն չունենք մեկ քննական հանձնաժողով, դրանք ըստ մասնագիտական ուղղությունների են կազմվելու։ Այո, իհարկե։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև
Armat Media AM կայքում։